Բարև, բարիգրագի ըլլա։ Նարգիս դուդում ունեինք, թուրքին յաթղանին ազադած, որ պանոցը մեծած, ծերուկին մներ։ Ինքսինքը չեր գիտեր, որ մենք գիտնայինք, թե ով է, ինչ է, որ նախ չգիտե անունը ինչ է, մագանունը ինչ է, ով է հայրը, ով է մայրը, ինքը բամը չեր գիտեր։ Միայն գիտեր, որ անունը Նարգիս էր եւ որ պանոցը մեծած էր։ Որ պանոցը գրել գարտալ սորված էր եւ նաեւ ասեղնակորց։ Որ պանոցը բավական դարներ յետքը ելեր է որ պանոցեն եւ ըսկսեր է ինքնիր աբրուստը, ինքնիր ցերային աշխատանքովը հաճոյն կյանքին վրա աբախով մնալ։ Զիկտուն մա արերը ատմիջոցին հասեր էր մինչև լիփանանի ափերը։ Մեգը ճուներ, մինագներ, բոլոր ծմերը ներսեն դուրս չեր ելեր։ Թուրին արջևը փաներ մցանած էր, հավանաբար անոնցենալ աբուր մգներ, փամ մգներ։ Իսկ մեր Նարգիս դուդուն ամար ըլլալուն բես մեծ հարստություն ուներ, այդ հարստությունը իր դուսի ծառաներ, այդքան մեծ ծառմներ, որ իր փագինքովը հսկա ծառմներ, կանուխեն, ատմզիկ մարնովը գելեր, գահավակեր գիշնար եւ ատուզերը գծախեր։ Շիրակ ամենալ գսպասեին, որ Նարգիս դուդուն դուզերը հասունանալ ամենալ կնենսելով։ Ամաններու մեջ գտներ եւ այդպեսով ինքնակին մգորոշեր եւ անանք գծախեր։ Անկամ իրեն ըսի որ Նարգիս դուդուս ինչու մար կանուխ ինգելես գոր ծառը հավաքելու համար Քիչ մասի ուշ ելիր ալսի, մենք ալ ելենք։ Չէ, սավ։ Եթե արևը ելե եւ ձարին վրա ելելու լաստ է սավ, թուզի ձարին վրա օծեր գլան, օծերը գխայթեն, անուրա մարսավ արևը չելած պետք է որ ելենք։ Մեր Նարգիս դունուն շատ աչքդգուշկին մներ։ Ինքնիր ծևի մեջներ, ոյ մեգուն դունը չերերթար։ Բզիկ, շատ բզիկ ծածկին մներ։ Յանքի դժվարությունները, յանքի անաբահովությունները իրեն մինչև ոս հասցուցեր էր։ Յանքի մասին փամը չեր խոսեր։ Մեգը չուներ, ոև մեգը, ինքնալ մեգու մետ խոսելու սիրտ չուներ արդեն, այլևս զերացած էր, բայց ինքը գսեր ասեղնակործությամբ մեջտեղ եկա, այդքան գեղեցիկ բարակույրներ ուներ, որ կարծես թե այսօր մտածելու ըլլամն է մարաշի կորս պետք է լար ադի, որովհետև երկար բարակույրներ էին իր ցերքին կորձերը։ Նարգիս դուդուն մերավ, Նարգիս դուդուն մերնելեն ետքը adzarnal չորցավ։ Այս կնշանակե, որ փնությունը որքան գրնակ կանգնեցավ մեզի բայց թուրքը ջալադը մեզի չխնայեց։ Ձերքեն եկած քեշությունը ըրավ եւ մեզ միջև այսօրերուն հասցուց։ Ինչ ասենք մնացեք բարով։